Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Այգեձոր գյուղերում ապրող Մարիամին եւ Աննային միավորում է ոչ միայն համատեղ աշխատանքը, այլ հարազատ գյուղը սիրելն ու գյուղում մնալու որոշումը։ Նրանք երկուսն էլ համատեղում են աշխատանքն ու տնային գործերը, երեխաների խնամքը եւ ուսումը, ու վստահ են, եթե կա ցանկություն եւ ընտանիքի կողմից աջակցություն, ամեն դժվարություն էլ հաղթահարելի է։ Ծնվել եմ Արծվաբերդում, Ղրղիում, ասենց ասած, հարսեմ եկել Այգեձոր գյուղ, ունեմ 3 տղա, մեծս 6-րդ դասանում է, փոքրս մանկապարտեզում եմ, մասնագիտություն բուժքույր եմ, բայց շատ եմ սիրում տեղատանես գործը, սովորում եմ հիմա դեղագործական, աշխատում եմ, սիրում եմ իմ գործս, շատ եմ սիրում Այգեձոր գյուղը ու շատ եմ սիրում գյուղում ապրելը։ Ճիշտ է, հնարավորություն ունեին գյուղից դուրս գալու, բայց չեմ ուզեցել դուրս գալ։ Միշտ ձգտել եմ գյուղում ապրենք։ Ու նույն ձև էլ դաստիարակել եմ իմ երեխաներին, իմ տղաներին, որ իրանք ապրեն գյուղում, ստեղծագործեն, ով ինչ մասնագիտություն կունենա, այդ արդեն կյանքը ցույց կտա իրաց մոտ։ Այս մասնագիտությունը ընտրելուց մի քիչ դժվարացել եմ։ Իմ պապայի ուզած մասնագիտությունն է եղել, ուզել եմ քամ քույրական, ասաց չէ, մի հատ զարիկ տատում էինք, ասում է, որ մարդիկ հիման դանումին, ինքը գյալի պացերանում դեղատունը, մս պետք լած վաղթը տալի, ես ուզում եմ դու մարդկանց օգնես, այդ մասնագիտությամբ քյա։ Այս դեղատունը որ բաց լավ, շատ մարդիկ շատ ուրախացան, շատ պետք էր Սամվել գյուղին էլ, Չինարի գյուղին էլ, երկու գյուղ ենք սպասարկում, մարդիկ շատ կան էլի, որ չեն կարող մի վիճակի չեն իրանք հասնելու Բերդ, իրանց երիտասարդները գյուղից դուրս եկած են մենակ են, բայց որ գալիս են հասնում են, ըստ այնքան են օրհնում, այս դեղատունը բացողին, որ այդ դրանից էլ մենք ենք ուրախանում, որ կարում ենք մարդկանց օգնած լինենք։ Աննան ցանկանում է, որ գյուղում երեխաների համար լինեն մշակութային խմբակներ, իսկ Մարիամը ցանկանում է, որ Չինարիում բացվի դեղատուն եւ կարգի բերվի բուժկետը։ Նրանք երկուսն էլ իրենց ապագան տեսնում են գյուղում եւ վստահ են, յուղից լավ տեղ չկա։ Մասնագիտությամբ ամուսինս նույնպես դեղագետ է, բայց ներկա պահին աշխատում է ներքին գործերի նախարարության փրկարար ջոկատում այնում։ Չէ, ինքն էլ է այս մասնագիտությունը սիրում, ասում էր դժար դլիլ, ռախին ոնց ես հետը տանում, բիրում, բայց դե ինքն էլ նս չի, որ արգել էլ է, ասլա քեզ հարմարելի, ռախին խնդիր չլի, դեղատան հետ կապված խնդիր չլի, ինքն էլ է սիրում, այն ժամանակ, որ ուրիշ տեղ աշխատումի, տունիքում հանգստյան ժամին կանչումին ասում, ես իշ դեղը ինք ավտոյով բիրում էր, իր հետի խնդիր չէր, որ վայ գործը մնաց, ռախեն մնաց, տենց խնդիր ըլել չի մոր մեջ։ Համատեղելը համատեղում եմ համ աշխատանքը, համ սովորում եմ, համ հետնել պահում եմ 3 երեխաներիս, ճիշտ է կիսուրիս օգնությունով եմ սովորում, եթե ինքը չաջակցեր չպահեր իմ երեխաներին, հաստատ չէի կարա համ աշխատեմ, համ սովորեմ, համ հետնել տան գործն անեմ։ Բայց փորձում ենք համատեղենք ամեն ինչ, համ գործը, համ աշխատանքը, ամուսնանալուց հետո էլ կապ չունի, որ եթե մարդու մեջ կա ձգտում սովորելու, աշխատելու, ամեն ինչ էլ կանի կսովորի, կաշխատի է, կարևորը ձգտումն է։ Մտածել ենք, որ պատերազմային գոտում ենք ապրում, ճիշտ է, այն ինչ որ մենք ենք տեսել, չեմ ուզի մեր երեխաները տենան, իրանք էլ են հասկանում, պապան որ աշխատում է հենց պայմանագրայինով, զինծառայող, շատ այն մտածում երեխաներս, այն մեծ տղաս էր հասկանում, այն պատերազմի վաղտը, Պապան ինչի չի տուն գալի, պապան ուզում ենք գա տուն, ամեն առիթի չէր կարող մեզ հետ մասնակցել, բայց դե հիմա պիտի պահեն սահմանները, որ մենք հանգիստ գյուղում ապրենք։ Հայրենիք սկսում է սահմանից տենց են ասում, վախելի բան չկա, չէ, շատ եմ սիրում, Չինարին շատ սիրում, շատ լավ տեղ է։ Գյուղից լավ տեղ չկա, տենց ասում, գյուղը շատ լավ է։ Պայմաննիքը կա, աշխատավայրերը կա, ասենք անգործ տանում նստած չեն գնում, փառք Աստծո հողագործությունը կա, սոված չեն մնա մարդիկ, լավ է, գյուղում լավ է։ Մենք սովորել ենք արդեն այդ իրավիճակին, սովորել ենք արդեն ամեն ինչ էլ պատրաստ ենք, կապ չունի ինչ էլ ուզում լինի, մենք գյուղից դուրս եկող չենք, մենք սիրում ենք գյուղը ու սիրում ենք, ուզում ենք ստեղ ապրենք։ Ստեղ ավելի լավ է, չեմ ուրիշ տեղ, նախ քու հողն ու ջուրն է, քու ծանոթ մարդիկ են, ստեղ մծացել ես, ստեղ ապրել ես, օտարության մեջ հաստատ ինքը իրան գտնել չդի, իսկ ստեղ ուրիշ է,
օգնող ծերը ունես, աջակցողը ունես, ինձ թվում է այստեղ ավելի հարմար, ավելի լավ չէ, օտար երկրում։